Պարոն Աղաջանյան, Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում առաջին անգամ եք։ Այո։ Պարոն Աղաջանյան, այսօր նաև եղաբլուրում է պատվիրակություն մատուցվել եւ իմ գործընկերներից նշեցին, որ պաշտոնյաներից գրեթե ոչ ոք ներկա չի եղել։ Ինչու այնտեղ չեք գնացել, այստեղ եք եկել։ Ստոնա տարբերակում պետք չէ դնել, որովհետև կարծում եմ շատերս ստեղից հետո կգնանք նաև եղաբլուր։ Պարոն Աղաջանյան, եկեղեցու դեմ այս արշավը նաև այն, որ այսպես պաշտոնապես վարքալույց եղած նաև նախկինում Տեր տարուն կներեք, այժմ Վարդան Հունանյանն է նաև մատուցում պատարագը։ Սա եկեղեցին համարել էր սրբապղծություն, Ստեփան Ասատրյանի դեպքում նաև, քանի որ նա էլ էր Հովանավանքում պատարագ մատուցում։ Այս ամենին ոնց է դիտել։ Նախ ճշգրտում անեմ, որևէ արշավի եկեղեցու դեմ չկա եւ այն մարդիկ, ովքեր անվանել են այս գործընթացը սրբապղծություն, իրենք առաջին անձինք են, ովքեր ըստ էության սրբապղծությամբ են զբաղեցնելով ամենավերին պաշտոնները եկեղեցական համակարգի եւ բոլորիդ հայտնի է, որ այս գործընթացի նպատակն է եկեղեցին մաքրել նմանատիպ մարդկանցից եւ սուբյեկտներից եւ վերադարձնել իր հոգեվոր նշանակությանը։ Ինչպես եք պատկերացնում եկեղեցի մաքրելու գործընթացը, որովհետեւ կաթողիկոսը չի հրանում, հա։ Տեսեք, ես այս թեմայի վերաբերյալ ծավալուն ելույթներ եմ ունեցել ազգային ժողովի ամբիոնից, կարող եք բացել, նայել, որևէ բան նոր ավելացնելու չունեմ, ինչ վերաբերում է հեռացնելու գործընթացին, իմ գործընկերները եւ ընդհանրապես մեր ներկայացուցիչները բազմիցս առիթ ունեցել են խոսել դրա մասին, ես կարծում եմ ինչ-որ պահի ինքը ինքնակամ կհեռանա, տեսնելով, որ այլ տարբերակ չկա եւ միանշանակ է, որ այլ տարբերակ ուղղակի չկա։ Իսկ եթե չհեռանա։ Կհեռանա, ստաբար կհեռանա։ Պարոն Աղաջանյան, անդիմախոսներն ասում են, որ Արխիպիսկոպոս Եսպասի ընդհանրաբար երեխա կին ունենալը այս Ով է ասում։ Անդիմախոսները այս իշխանության շուրթերի չպետք է հնչեն, քանի որ նրանց ժամանակ Արցախ է հանձնվել 5000 երեխայարուն է թափվել, 10,000-ը հաշվանդամություն ունեն, 120,000-ը տեղահանվել են, այսինքն բարոյական իրավունք չունի այս իշխանությունը խոսելու։ Ես հուսամ դուք ընդդիմության բառերն եք հիմա փոխանցում, դա ձեր կարծիքը չէ, որովհետև հայտնի է, որ ընդդիմությունը երևի հաճույք է ստանում այդ թիվը ուռճացնելուց, ասելով 5,000, երևի մի օր կասի 7, 8, 10, 20, չգիտեմ, կախված նրանց պատկերացումների եւ ֆանտազիաների եւ ցանկությունների աստիճանից։ Երկրորդը ընդհանրապես այդ խոսույթը Արցախ հանձնելու մասին առաջի օրվանից ինձ համար որպես մարդ, ով շատ մտերիմ մարդկանց է կորցրել պատերազմում, ուղղակի տհաճ է եւ կարծում եմ վիրավորական է առաջին հերթին պատերազմի դաշտում ընկած զինծառայողների, ընտանիքների եւ հարազատների համար, որովհետեւ Արցախ հանձնել ի՞նչ է նշանակում։ Այսինքն մարդիկ հազարներով գնացել զոհվել են, իրենց կյանքը դրել են պատերազմի ընթացքում ու ձևակերպումը այն է, որ հանձնվել է, այսինքն սա ուզում եմ հասկանամ այդ մարդիկ, ովքեր տենց են որակում այդ գործընթացը, այսինքն հանձնել են, տրվել կամ հանձնվել է, այսինքն մարդիկ պատերազմի, իսկ դուք ինչպես եք բնորոշում, երբ որ պատերազմ է տեղի ունեցում եւ պարտվել է եւ հետեւաբար տրվել կամ հանձնվել է, ասում են մարդիկ հերոսաբար հազարներով զոհվել են։ Միթե այդ խոսույթը վիրավորական չի այդ մարդկանց, այդ նահատակների եւ իրենց հարազատների համար, երբևէ այդ մարդիկ մտածել են դրա մասին, կամ ես, հա, ուրեմն ես շատ ծնողների եմ ճանաչում, ովքեր վիրավորվում են այդ արտահայտության համար, որովհետեւ իրենց ամենաթանկն են կորցրել այդ պատերազմի ընթացքում։ Դա ուղղակի վիրավորական է, շատ վիրավորական է այդ մարդկանց նկատմամբ եւ ես ընդհանրապես խորհուրդ եմ տալիս եւ խորհրդորում եմ այդ թվում լրատվամիջոցների ներկայացուցիչներին այդ եզրույթը ընդհանրապես չմոռանալ եւ չօգտագործել, որտեղ կրկնում եմ դա սարսափելի վիրավորական է այդ մարդկանց նկատմամբ։
Պարոն Աղաջյան, ներեք վերջին հարցը, Պարոն Աղաջյան, Հովանավանքում տեղ ունեցող նախորդ երկու պատերազմներին, որին Նիկոլ Փաշինյանն էր մասնակցում, նաև պաշտոնյաներ, այսպես դրոնով նկարված նկարներից տեսանելի էր, որ քիչ մարդիկ են մասնակցում, այսինքն սա այն մասնակցիվը չէ, որը մենք տեսել ենք 2018-ին, նաև այլ հավաքների հիմա էլ քիչ են մարդիկ, եթե բացառությամբ հանենք ՊՊԾ աշխատողներ, ոստիկանություն, պաշտոնյաներ, հիասթափվել են մարդիկ այս իշխանությունից դեր իշխանություն։ Նախ 2018 թվականի գործընթացի հետ սա պետք չէ համեմատել, սա իր էությամբ եւ բնույթով ամբողջովին այլ գործընթաց է եւ մարդականակ ապահովելու խնդիր բացարձակապես չկա։ Վարչապետի ելույթները եւ խոսքը այս հասի վերաբերյալ բոլորդ լսել եք, եւ մեզանից յուրաքանչյուրս մեր կամոք որոշում եք կայացնում այդ օրը գալ մասնակցել պատարագին, թե ոչ։ Սա քաղաքական գործընթաց չի, սա պատարագ է, որին եկել ենք մասնակցել։ Ինչի ցուցիչ է։ Ես ասում եմ նման նպատակ չկա։ Որտեղ այստեղ զրուցում եք քաղաքացիների հետ, Դուք տեսել եք երբևէ հա, բայց այդ մարդկանց որոշումն է, անձնական որոշումն է մասնակցել կամ չմասնակցել պատարագին։ Սա քաղաքական հավաք չի, սա հանրահավաք չի եւ հետեւաբար համեմատությունները անտեղի են եւ բացարձակապես կապ չունեն մեկը մյուսի հետ։ մարդկանց սակավաթիվ լինելը Դե ես ասացի, դուք երբևէ այս ընթացքում վարչապետից ոչ եք լսել, որպեսզի որը ըստ որի հրավիրվում են մարդիկ պատարագի մասնակցելու որպես քաղաքական գործընթաց, ոչ եք լսել, որ հետևաբար ինչից եք որոշել, որ վարչապետի շուրջ հիասթափություն կա ընդհանրապես, էլի եմ ասում, դուք քաղաքականացնում եք այս գործընթացը, ինչը երևի պետք չի, որովհետև պատարագի մասին է խոսքը։